Սիրելի հետևորդներ, բարի լույս բոլորիդ, բարի և հաջողակ օր եմ մաղթում բոլորիս, չնայած որ օրը կիրակի է, այսօր էլ ես շուտ արթնացա, իմ օրը սկսում եմ այսպես, ներիս եմ ճանապարհում գործի, 2 բաժակ կոֆե դրեցի, խմենք, որ գնա, դրանից հետո էլ Աշոտին կճանապարհեմ գործին, այստեղ տեսեք, կացա, մասուրն է, երեկ էփեցի, հասցրեցի, այսօր այս գործը ինձ է սպասում, կտրորեմ, կքամեմ մասրաճեմ պատրաստելու համար, տեղ մեր կոֆեն խմենք, հեսա կլինի, բիսկվիտ կուտես, բիսկվիտից, Ցել է այսքանը լավ էլ կերամ, դրա նստին է, պատրաստ ես, երևի էլի պատրաստ ես, Բարև մամայի հետևորդների, համջան կոֆետ բեր, բերում եմ, բերում, մաման էլ ոչինչ, որսն չորով է, պիժամայով ես, քնաթաթախ գնում գնա, բոլորս էլ քնաթաթախ ենք գնում գործի, մի հատ կեր մինչև հեսա կոֆեն էլ մի կտոր բան կեր Մերի ջան, որ ճանապարհ ես գնում երկար, ընդմիջումդ էլ հանեմ, միրգ եմ դրել, երկար ճանապարհ ունես Ֆերոյի հետ, Նարեկի հետ, ժամուկես է էլի տևում, չէ, ժամուկես, բարդ և պատասխանատու, մի այսօր էի տունը, այն էլ չկարողացա քնել, ոչինչ, հեսա մինչև քեզ ճանապարհեմ 7-ին Աշոտն է գնալու, մեր դեր տակտակ խմեմ, տակ, Հատ փչում եք, հոտը գարսը, 100 հատ էլ փչեք, նույն հոտն է, Ոնց ռեյսից հետո պտի սենց անես, նորից գնա սենց, Ընչի, այդ ինչ է ռեյսից հետո, մի քիչ մազերս խառնակնից հելել եմ, ոչինչ, սիրելի հետևորդներ, ներող կլինեք, մեկա սիրուն ես, մի հատ քո հետ կոֆե խմեմ, մի հատ Աշոտի, մի հատ հետո Ամալի հետ կխմեմ, այսօր կոֆեն չարաշահելու եմ, այսօր այդ մասուրի ջեմը տրորեմ, պոպոկ կոտրեմ, սուջուխի համար շարեմ, տատին սուջուխ սարքել էր իրանց համար, չէ, սուջուխ որ սարքեմ, մյուսին էլ ես գալու տուն, Գարուն կբացվի, բլբուլ կերքի, երնեք գարունը լով է, գարունը կյանք է, խմի, գնում ես արդեն, բայց հլը շուտ է, նստի, կարևորը որ պատրաստվել ես, չի զանգել, Այդ տաքսիները լավ է, չէ, տաքսիները շատ լավ է, որ կա, առաջ մեծ ավտոբուս էր, պետք է հելներ, գազել ավտոբուս, վազել, սկզբից բան էր, մեծ ավտոբուս էր, սկզբից մեծ ավտոբուս էր, հետո է լավ գազել, ֆորդ, հիմա վերացել է, մեքենաներ են, շատ լավ սպասարկում են, չգնացիր, չէ, դասերի, բա գնա դասերի, բա քշել է,
Ոյ, որ պրոբոստանակ քշեմ, ստեյցն դե ինչ։ Դի քշել սովորես։ Բայց ես նույն կտեսի որ պրոբոստանակ։ Քշել սովորես։ Հետ քշել սովորեմ։ Հա, իրան կսովորես, որ գաս հանգարց տե վայք արձակուրդ ունենաս։ Վայքում սովորացում է ժամը 5000 կգնաս կսովորես։ Լուրջ։ Հա։ Իջնա։ Գնացի։ Հա, գնացի։ Անգամ գալի եմ խաչապուրի թխես մաման։ Այո, այո։ Ահա։ Խոհանոցային գործերի սկիզբը հայտարարում եմ սկսված։ Ինչու եմ ասում խոհանոցային, որովհետև արդեն դեմերին ճանապարհեցի աշխատանքի, Աշոտի նույնպես ու տները մաքրել եմ, տեղը տեղին անցել եմ խոհանոց։ Ես կացան, պետք է մասուրն է տրորեմ, քամեմ, մեկ էլ ես ընկույզները պետք է կոտրեմ, որովհետև սուջուխ պատրաստեմ։ Իհարկե մի քիչ շուտ է սուջուխի համար, որովհետև շատ շուտ չորանում էին բաղադրատոմսով։ Ուղղակի ուզում եմ պատրաստեմ, որ դուք տեսնեք ձեր նոր տարվա շարոցները կամ ընդհանրապես ձեր շարոցները պատրաստեք իմ բաղադրատոմսով։ Ես նայում եմ իմ այդ շարոցի վլոգը 200 քանի հազար դիտում է տվել եւ ասեմ իմ հետևորդներից մեծամասնությունն էլ պատրաստել է, գրել է, գոհ են եւ որի համար ես շատ ուրախ եմ, որ օգտակար եմ լինում։ Հիմա մասուրը քամեմ։ Այս անգամ որոշեցի այս ամանով ցանցով քամել, ճիշտ է, ինքը լավ պինդ է։ Մտածել եմ, որ սեղմեմ, կարող է կոտրվի, բայց ամրությունը գերազանց է։ Սա քամեմ, ջեմ պատրաստեմ, լիքը էլի գործեր ձեռքի հետ։ Տեսնեմ մամալյան կգա, մի հատ կոֆե խմենք, նոր անցնենք ամեն մեկս մեր գործին։ Միշտ Աշոտն է կոտրել։ Պատերն է եկել։ Չէ, այստեղ վերցնեմ դնեմ ներքևը, որ ինձ քամելու համար հարմար լինի, հա, ասա շուտ աներել ես, ամանը լավ մեծ է, հա, հարմար կդնեմ ու կքամեմ, սա էլ այսպես, բայց դե ես հիմա մի հատ կոֆե դնեմ, որ մենք կոֆե խմենք, ամալի հետ, հա, կոֆե դնենք, խմենք, նոր անցնենք գործիքերիս, մենակ չթափվի, առավոտ բարլուսով են ինչ դպոց ես դրեք, պոպոկն է տարկոտրի, Բազի զորիքի պարապ ես պոպոկը, դու ես կոտրում, թե զորոձա, մեշկը տնչե շալավոր է, են մեշկնա, որ կեզ դիմանում է, հիմա զորոձածան է կոտրում, թե դու, ինքը, ես եմ ակրեսում, հա, դուրսն ես նստե, կսար է, կապ չունի կսար ես, նստրի մաթորի վրա, կսար ես, չես զգա, դիչանան է, հլը տակ ես դու, հե, դե ամետ է, պտի հեշտ բան կա, հեշտ բան կա, բակի դու պտի շուտ կոտրի, հա դե ոչինչ, մի թափ են տալի կանաչ, հա, մեծ ծարը, իքյաս են բացի կեսը թորի վրա չմացանել է, իքյաս կարկան ծարը, հա, ես պոպոկը, իրակ 20 դրամով է տան, ամենայն դեպս է դա, բարելես պտի չարչարվես մաքրես, ոչ ես դնի ինդ է, կամ է պտի չոր բիրիք, 10 պրծնի էթա, կոֆեն է խմեցինք և այստեղ ես ուզում եմ այս դդումը սարքեմ ու ուտեմ, ինչու եմ ասում ուտեմ, որովհետև ոչ ոք չի սիրում ինձանից բացի, ոչ ոք չի ուտում, սա առել եմ ես դդումը ու երբեք ես սորտի դդումներից չեմ փորձել, չգիտեմ,
մեջը ինչ գույն է, կա տենց գազարագույն գույն։ Իդեպ ասեմ, որ սա էլ է դդում։ Չմտածեք, որ տանձ է, ու սրա սերմերն էլ հանելու եմ, ցանեմ։ Ուղղակի միշտ դնում եմ այստեղ։ Ահա, այստեղ թող մնա գեղեցիկ, սիրում եմ։ Սրա սերմերն էլ, եթե լավը լինի, սերմերը կվերցնեմ։ Հիմա տեսնենք։ Ինչ է, ոնց է։ Վաճառողին ասում եմ մեջը ինչ գույն է, ասում եմ չգիտեմ, բայց դե ես տեսել եմ, որ սրանք լավ դդումներ են, հեշտ մաքրվող, ոնց որ սերմեր չունը, լավն է, եթե դուրս եկա, էլի կգնամ, կարևորը գույնը շատ լավն է, ոնց հասկացա, սրանք սերմեր չունեն, երևի այս մասում կլինի, հուսամ, որ մի երկու հատիկ սերմ կլինի մեջը, էլ եմ ասում առաջի անգամ են ես օգտագործում։ Օ, մի հատ նայեք, ահա, և այս սերմերը պարտադիր ինչը լավ սերմեր ունի, կցանենք, թե այս տարի ինչի դդում չաճեց, դուք հավատում եք, սիրելի հետևորդներ, որ սերմ չի լինի, ցանկացած բույս էլ իրա սերմը, ցանկացած մրգի պտղի մեջ էլ իրա սերմերը լինում են, ահա, ինչքան է շոտ, ճստիկ է, բայց դե տեսեք, պստիկ է։ Այսպես կարելի է այս մասը դնել ջեռոցել, բայց ես մի թքայի համար ջեռոցը չարժի միացնել։ Եվ վերջ։ Մի հատ տեսեք ինչքան սերմեր ունի և նազոյի աշկլույս։ Կլվանամ, կգրեմ, որ երկարուկ, տենց գազարագույն, լավ։ Միջից էլ ես ավելցու կհանեմ, և վերջ։ Կիլոգրամը 200 դրամ։ Խաշեմ սրանից լթումից պեչենի եմ սարքելու, թխվածքաբլիթներ եմ սարքելու։ Լավն է, չէ, գույնը, ասեմ, որ դդումը շատ առողջարար է, թե ինչու իմ երեխաները չեն ուտում, չգիտեմ, բայց դե ես հեսնա պեչենի է, թխվածքաբլիթներ եմ պատրաստելու ու չասեմ, որ մեջը ինչ եմ լցրել, դա թող լինի իմ ու ձեր գաղտնիքը։ Սան այստեղ, ահա, և կացային մեջ դնեմ էպվի։ Էպեմ, եպեմ, փոքր կտորներ անեմ, և նած, որ հեշտ էպվի, գույնը լավն է, որակը ընտիր, տեսքը ընտիր, նած էպելու պահը։
ջուր կլցնեմ ու համարյա կշոքե խաշվի, հա։ Թող կամաց եփվի։ Դդումի սերմերը լվանամ, ինչը լավ հեշտ մաքրվեց։ Պետք հատիկն էլ ափսոս է, թող չթափի։ Թող մնա այսպես, հետո կփռեմ կչորանա։ Եվ սկսեցի իմ աշխատանքները, որովհետև ես իմ ասա պետք է քամեմ ու տանեմ դնեմ սեղանին քամեմ։ Այստեղ շատ հարմար է գետինը, ոնց գցում բռնում է, գետինը շատ հարմար է, այսենց դիրքով։ Չեմ ուզում շատ ջուր օգտագործել, լավ տրորեցինք, շատ քիչ եմ ջուր լցրել և այս կոճերն էլ էլի առանձնացնում եմ, այստեղ եմ լցնում կորիզները, ջրով կբացեմ, հյութ կլինի։ Բավական։ Քամեցի, վերջացրեցի, էսի ջեմիննա, այս անգամ ավելի պինդ եմ արել, որ շատ ջուր չօգտագործեմ, սա էլ կորիզներն է։ Այս կորիզները, եթե ես հիմա մասուրի հումք ջեջ պատրաստեի, օղու համար կլցնեի մեջը, բայց դե այսօր շատ գործեր ունեմ, ավելի լավ ասած լվանամ, քամեմ, սոկ լինի։ Մի հատ տեսնեմ այստեղ ինչ եղավ դդումը, լավ էլ եփվեց, շատ լավ, թողելի եփվի այդ ջուրը դուրս տա, շատ քիչ պետք է լցնեի ուրեմն։ Դդումով թխվածքաբլիթներ եմ պատրաստում, դդումը լցրել եմ, նոր հարեցի, 1 բաժակ շաքարավազ, հիմա սա ես կհարեմ, շատ համեղ է լինում, ոնց ես տարել եմ պատրաստել, չգիտեմ, աշկներից հեռու, Աշոտը չի տեսել, Լիլիթն էլ չգիտեմ, տուննա, իջավ Լիլիթն էլ Դիր Զգուշ է կամալ տոտակ չնգրի ասմա, ողգամ դու ես մեղավոր լինել։ Հա, ապղաս Հա Ահա, սա այստեղ մի ես թեթև գթալ սոդա ձու չեմ գցում իմաստ չկա ձու լցնելու ակտիվացնենք սոդայով լավ թխվածքաբլիթներ են ստացվելու, պատկերացնում եք, Աշոտը կիմանա դեղին ձվի գույնն է, նույնն է Լիլիթը, չեմ պատկերացնի, լավ է Լիլիթը չի տեսել, շատ չէ, մի փոքր,
Կարող ենք այս ձևով ջրի կանել ու բիսկվիտ սարքել։ Ինչ տարբերություն։ Բիսկվիտ, պեչենի, նույնն է։ Շնորհավոր ես։ Գիտես ինչ, ծուս չեմ ջարդել։ Հա, լավ է, որ չես կոտրել։ Համարյա թե ջարդում է երկու հատ։ Ինչի։ Սավամը տալիս էի պատին։ Շատ լավ եղավ։ Վերջապես այս դաժան աշխատանքից ես պրծամ։ Այս անգամ աշխատել եմ, որ ջուրը քիչ լինի մասուրի մեջ տրորելու ընթացքում, տեսեք, շատ պինդ է, այն որ մի քիչ եռած արդեն կպնդանա եւ գույնն էլ երևի ավելի բաց կլինի, ինձ այդպես է թվում, բայց դե ոնց էլ անում եմ, պետք է եփվի պնդանա։ Դա էլ են կորիզները, որ լվացի, նույն ձևով քամել եմ մասուրի հյութն է։ Սա էլ կեռացնեմ, շաքարավազ կլցնեմ։ Այս դդումից մի քիչ ավելացավ, սա ես շաքարավազ շատ փոքր կլցնեմ ու ուտեմ։ Մենակ ես եմ սիրում։ Էլ խմորը հասունացել եմ նորից, ինչ լավ։ Դեղին լավ խմոր։ Հեշտ հասարակ, միևնույն ժամանակ շատ համեղ թխվածքաբլիթներ, փափուկ խմոր եւ ասեմ ոչ ոք չի կռահի, որ սա պատրաստված է դդումից, բայց օգտակար է, ինչու՞ չէ նաեւ առողջարար, ահա։ Յուղաթղթի վրա մենակ տեղանի միանգամից բոլորն էլ թխենք։ Ես ես մի քանի հատ այսպես ալուրոտում եմ, դնում եմ, ահա, այստեղ թեժ աշխատանքներ են գնում և պեչենիներն էլ դդումով արդեն ոնց որ թե պատրաստ են, շատ պետք չի որ եփվի, սիրելի հետևորդներ, շատ պետք չի որ եփվի, մի հատ տեսեք ինչ լավ են եղել, ես մի քանի հատը ալյուրով եմ արել, տեղափոխենք այստեղ, շատ լավն են եղել, կարևորը այն որ համեղ են, առողջարար, դդումով, բուլեչկեք, ինչ պեչենիներ, թխվածքաբլիթներ, շատ համեղ են, որ առավոտ շուտ կիսես, ջեմ, կարապ կսես, թե ես, իսկական ընտիր, ծայլ այսպես, դդումով թխվածքաբլիթներ, տակա, բայց ես ամեկը կկիսեմ, անհամբեր եմ։ Տեղ ենքան խառն այս ջեմը ուզում է եռալ և մասուրի այդ փշերը, որոնք իհարկե եթե մեջը կա, սենց սպիտակ փրփուրի տեսքով բարձրանում են վերև և ես էլ պետք է վերցնեմ։ Են կողմի վրա էլ սոկմա հեռում, տեսոկ եմ գցել արդեն, եռա լցնեմ 3 լիտրանոցը փակ եմ, մեկա չեն խմելու, գարնանը լավ, են որ բանջարից գալիս է հողամասից, կարիքը զգացվում է, այսօր այս ջեմը կեփեմ, ֆիտակն է երկաթ եմ դրել, որ չկպնի, կամաց եմ անում, ես էլ եմ կամաց անում, այստեղ էլ ջեղոցը երեկվան
Մսից եւ կարտոֆիլից մի քանի կտոր կա։ Թող դա տաքանա հաց ուտեմ։ Պեչենիներից կտրեմ։ Կիսը մատերս էլ ներկել եմ, չիմանալ թե ինչ է, նայեք։ Ինչ լավն է, սառի համեղ կլինի ավելի։ Դդումով հաց կարելի ասել։ Շատ համով է։ Что выглядит? Да? Я тут возьму. Վերջ։ Մի հատ ափսե բեր, վերջ տարտի։ Ты самая маленькая. Ինչ այլ է։ Վերջրեցիր։ Համով է։ Հա, որ սառի ավելի համով կլինի։ Նստեմ մի կտոր հաց ուտեմ, արդեն մութը ընկնում է, ես հաց չեմ կերել։ Էս էլ իմ, ինչ ասեմ, աղքատիկ, թե համեստիկ սեղանը։ Էս էլ իմ աղքատիկ սեղանը։ Աղքատիկ չի կարելի ասել։ Ինչ սնունդել, ինչ կերակուրել ունենք, Աստծուն փառք, գոհ ու շնորհակալ ենք անապազորյա հացի համար, այսօր մեզ տրվող կերակուրների համար, փառք Աստծուն։ Աստված թող սովածներին էլ միշտ կուշտ պահի։ 7-ը եռած անջատում եմ ու լցնեմ, այստեղ 3 լիտրանոց բանկա կա, կամպոտի բանկանա դատարկվել է, լցնեմ ու փակեմ, դրեցի և չհերիքեց։ Մնաք սառը կխմենք։ 2 լիտրանոց, 1 լիտրանոց, տենց բանկաներ չունեմ, հա կերը։ Սա մասուրի ջեմն է, մասուրի ջեմը։ Ահա, տեսեք համարյա, այս կողքերինը չեմ ուզում մաքրել, կացայի կողքերը չեմ ուզում մաքրել, որովհետև եթե հանկարծ մնացել են փշեր, կպնում են կացայի կողքերը, չեմ ուզում մաքրել, մասրամածունն էլ համարյա արդեն հիմա պատրաստ է, մի քանի րոպեից ես կփակեմ։ Վերցրել եմ ես էլի այդ մասրամածունից մի քիչ թթու տարբերակը լավաշ եմ պատրաստում։ Ու ինչ եմ անում ես հիմա, 2 սինի եմ վերցրել, մաքուր ցելոֆան, ահա, ես արտադիր լավաշի տակը փռում եմ ցելոֆան ու ասեմ ոչ էլ բուսայուղ եմ քսում, բուսայուղ էլ չեմ քսում, ինչ գոլոտ է, բայց լցնում եմ։ Երևի հենց մի հատ կլինի։ Բա, ես մտածեցի 2 հատ կլինի։ Սենյակային պայմաններում ես չորացնելու եմ։ Ասեմ, որ նույն բանկայի տարողությամբ էլ լցնում ենք այդ սինիների մեջ համարյա, մեծ սինիներ են։ Այստեղ ես ուզում եմ որոշել ջրիկության աստիճանը, ինձ թվում է այսպես լավ է։ Իհարկե սա շուտ էի լցրել, սրանից հետո ահագին եռացել է, լցրել էի, որ սառի, լավն է, շատ պինդ մի բան չի, հեսա լցնեմ ու փակեմ։
Եվ տեսնում եք, չէ, ամեն ինչի ճարնել մարդ գտնում է։ Այն բանկայի մասուրը լցրեցի այսպես հապակյա ամանների մեջ, հապակյա տարաների մեջ։ Էլի հյութի կամպոտի տարաներ են եղել, մոռացել էի լրիվ սրանց մասին, երբ իջա նկուղ կես լիտրանոց բանկաներ բերելու, տեսա, աշկովս ընկավ։ Ահա այստեղ իմ այսօրվա պատրաստած ողջ տեսականի, սիրելի հետևորդներ, սրա տեղը մի քիչ թեք է, կլոր տենց սինիի մեջ չուզեցի լցնել, այսպես էլ կչորանա, տեսեք այստեղ էլ լիլավաշ, սիրուն գույն է չէ ստացվել, շոտ սիրուն հաճելի գույն, այստեղ էլ ես ցույց եմ տալիս մասուրի հյութը, 2 բանկա և մասրամածունը, շատ լավ ստացվել է, իհարկե տաք է, կսառի և ավելի պինդ կդառնա, տաք են, սիրելի հետևորդներ, ես էլ իմ այսօրվա կիրակի օրը, տեսակ ոնց անցկացրի, ինչպես անցկացրի, հիմա դուք ասեք, սա հանգստյան օր էր, թե անհանգստյան օր, ինչ կարծիքի եք, բայց դե տեսեք ինչ եմ ուզում անել, ես մի հատ պարտադիր, այս որ գործերս վերջացրեցի, պարտադիր են այս, որը ինձ կանչում է, պելե կոֆեից եմ խմելու, սիրում եմ այդ գործերից հետո, այդ դառնությունը վայելը Եվ ձեզ բոլորիդ ասում եմ բարի գիշեր, միշտ եղեք բարի, միմյանց հանդեպ հարգալից և բարությամբ դուք առաջ կգնաք, լավ եղեք, ես ձեզ բոլորիդ սիրում եմ և ուրախ եմ, որ դուք կաք իմ կյանքում, իմ էջում և միշտ ինձ հետ եք, բարի գիշեր